Սիրելի հավատացյալներ, այսօր Աստվածածնի վերապրոպման տոնն է։ Երեք հայ առաքելական եկեղեցի տոնեց հիշատակը ըստ Գրիգոր Լուսավորչի շողարձակման տեսքին։ Երեք էր, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը տեսանպես գիշերին իր պալատագին աղոթների ընթացքում, թե ինչպես երկինքը բացվեց և երկնքից հրեշտակների զորքերը իջան երկիր, լույս փառավոր ողանջների միջից, իջավ աշխարհը Արարատյան, Աստվածորդի և մեր փրկիչը, ի պատասխան Սուրբ Գրիգոր Լուսավորչի տենչանքների, աղոթների և խնդրանքների։ Աստվածաշնչի Իմ գտակարանի բաժնում ասում է, ոչ ոք ետես Աստված, այս նոր գտակարանը Աստծո հայտնության, Աստծո ներկայացման իր որդու միջոցով առիթը ստեղծեց մեզ, և Աստվածորդին մի անգամ եկավ Սուրբ Գույս Աստվածածնի միջոցով աշխարհ, երկրորդ անգամ իջավ Հայաստան աշխարհ Սուրբ Գրիգոր Լուսավորչի աղոթների որպես պատասխան։ Ով է սիրելիներ Սուրբ Գույս Աստվածածինը, որի տոնը այսօր կատարում ենք փառավորապես, հանդիսավորապես բոլոր հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցիներում։ Բովակիմի և Աննայի դուստերներ, նրանք տարիքով առաջացած էին և իրենց երեխա ունենալու հույսը կտրել էին, սակայն հաճախ աղոթում էին և ուխտ էին անում իրենց հոգում, եթե Աստված իրենց զավակ պարգևի, նրան նվիրելու են Երուսաղեմի տաճարին, և այդպես էլ եղավ, նրանց խնդրանք Աստված լսեց, նրանց պարգևեց Հույս Մարիամին, որ Սուրբ Հոգու հղացմամբ ինքը աշխարհ բերեց հետագային մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսին։ Սուրբ Հույսը ծայրվեց տաճարին, ասվում է, թե 7-ից մինչև 14 տարեկան նա ծառայեց Սուրբ տաճարին, ապա նշանվեց Հովսեփ անունով մի հյուսի հետ, և ծնվեց Հիսուսը Բեթլեհեմում։ Հիսուսի հետ նա կարողացավ ապրել ամբողջ Հիսուսի կյանքի ընթացքին 33 տարիներ։ Ավետարանի մեջ տեսնում ենք, թե ինչպես Բեթլեհեմի մեջ նա ծնունդ է տալիս և ապա տաճարի ընծայման առիթով Սուրբ Հույսը Հիսուսի կողքին է և ապա Կանայի հարսանիքի ընթացքում տեսնում ենք, թե նա ինչպես խնդրում է իր որդուն, որպեսզի օրհնի ջուրը և գինի դարձնի։ Եվ ապա տեսնում ենք նրան Գողգոթայում, Հիսուսի խաչելության ժամանակ, խաչապայտի ներքևում, և ուր Հիսուս դառնալով իր աշակերտ Հովհաննեսին ասում է. ահա քո մայրը,
իր մորը հանձնում է Հովհաննես առաքյալի խնամքին։ Եվ ապա տեսնում ենք, որ նա աշակերտների հետ 15 երկար տարիներ ապրում է Երուսաղեմում և Պենտեկոստեի հոգեգորոսյան օրը տեսնում ենք, թե ինչպես նրա վրա ևս Սուրբ Հոգին է իջնում և նրան զարդարում է աստվածային և երկնային անսպար շնորհներով։ Սուրբ Հույսը սակայն երկար չի ապրում, ասում են, թե նա 65 տարեկանի շուրջ իր աչքերն է փակում։ Առաքյալները, որոնք գտնվում էին Երուսաղեմում, նրան տանում և թաղում են Գողգոթայի մոտ գտնվող իրենց ընտանեկան գերեզմանի մեջ և մի մեծ քար են գլորում նրա առաջ։ Եվ պատմիչը վկայում է, որ 3 օր շարունակ նրա գերեզմանի վրա հրեշտակների երկհասացություն է լսվել։ Նրանք փառաբանում և օրհնում էին Սուրբ Հույսին, հավանաբար նրա վերափոխման կարգն էին կատարում հրեշտակների միջոցով, և ապա առաքյալների շարքից հայոց առաքյալը, որ քարոզության նպատակով Երուսաղեմից բացակայում էր, վերադառնում է Երուսաղեմ, շատ է ցանկանում գնալ գերեզման և իր հարգանքի տունքը մատուցել Աստվածամորը։ Երբ քարը գլորում են գերեզմանից, տեսնում են, որ Մայր Աստվածածինը չկա, այնտեղ չի գտնում, և մարդիկ ենթադրում են, որ հրեշտակների երկհասացության, ինչպես որ իրեն խոստացվել են, նա փոխադրվել էր երկինք իր որդու մոտ բազմելու համար։ Այսօր սիրելի ավելացյաններ, դուք տեսնում եք խաղողի զանազան տեսակներ, այսօր նաև խաղողորդեքի տոնի օրն է, այսինքն Հիսուսի վերջին ընթրիքի շնորհքին նվիրված օր է։ Ես եմ որդը ճշմարիտ, ասում է Հիսուս, ես եմ ճշմարիտ որդատունքը, որի պտուղը պիտի քամվի և որպես գինի մատուցվի խորհրդանշելով իմ արյունը, և խորհրդանշական է այսօր խաղողի այս օրհնությունը, որովհետև մենք քրիստոնյաները հավատում ենք, որ Հիսուսի արյան և մարմնին, երբ մոտենում ենք ամեն անգամ Սուրբ Պատերակի մատուցման պահին, մենք հաղորդում ենք Հիսուսի անմեղ արյան հետ, խաղողի որդատունքի, այս հրաշալի պտղի ըմբումով։ Քիչ հետո պիտի օրհնենք այս խաղողները բերքը Հայաստանի, այս տարվա, և այսպիսով պիտի օրհնվի ամբողջ բերքը տարվա։ Այսպիսով պիտի կարողանանք օրհնված աստվածային շնչով լցված աշտարակները վայելել։ Սիրելի ավելացյաններ, Սուրբ Աստվածածի այս տոնի առիթով շնորհավորում ենք բոլոր կանանց, որովհետև Աստվածամայրը Հիսուսին մայր լինելուց բացի եղավ նրա համար դաստիարակ և ուսուցիչ, և նրա բոլոր հարաբերությունները, առաքինությունները և շնորհները բազմացան, զարգացան Աստվածամոր շնչի տակ։ Շնորհավորում ենք Հայաստանի բոլոր կանանց և հատկապես եկեղեցու մեջ գտնվող կանանց, մաղթում ձեզ, որ բարձր գիտակցություն ունենաք ձեր կոչման, ձեր պաշտոնին, որովհետև դուք եք դաստիարակը ամեն դիմանկան և ամեն իմանում ձեզ նայելով, ձեր շնչի տակ, ձեր օրհնությամբ պիտի աճի և մեծանա, պիտի դառնա հավատարիմ որդին, զինվորը և ծառան Հայաստան աշխարհի։ Թող Աստծո օրհնությունը մեր կանանց վրայից անպակաս լինի և շնորհները նրանց մեջ էլ ավելի բազմանան, որպեսզի նրանք էլ ավելի սիրեն Հայաստան աշխարհը, չդրկեն ու չհեռանան մեր երկրից։ Տեր լինեն այս օղին, մեր պատմական, բոլոր սրբերի նահատակված այս օղին, Սուրբ Գրիգոր Լուսավորչից սկսած, Սուրբ Տեսով Մաշտոցով, Վարդան Մամիկոնյանով, Խրիմյան Հայրիկով
եւ մեր բոլոր հայրապետների շնչով օրտնված այս սուրբ հողին, չհեռանաք այստեղից, եւ դուք Տերն եք այս հողին, եւ պիտի պատրաստ լինեք, որ մեր անձը էլ ավելի զորանա, էլ ավելի կազմակերպի, յուրեղանա, մաշտոցի եւ սրբազան գործի աստվածային գործի առաքելությանը սրտան ծառայել։ Շնորհավորում ենք բոլորից սիրելի մայրեր, քույրեր, Աստվածածնի վերափոխման տոնի առիթով, ասորտությամբ եւ այսօրվա տոնի սուրբ իշատակով զորանաք եւ ձեր մեջ եղած աստվածային շնորհքը աճի եւ բազմանա այժմ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Երկուն ես համակարգական բարբարով անապները եւ նավորը բարև եւ ասել։ Amen.
շիմիչի մերով, սայեկյա, թույլ, հարություն, կավություն և տողություն մերած, Սամոս արժետիջակացո մերով, Սամոս ասադեքներով թակավորիս մերում անմահի, որ ստիպարս կերով է ագար,